Արմեն Ամիրյան 15 տարեկանից վարել է մանկական ծրագրեր 1983 թվականից աշխատել է ռեժիսորի ասիստենտ մանկապատանեկան հաղորդումների գլխավոր խմբագրությունում 1985 թվականից հեռուստատեսության հաղորդավար է վարել է կինոնկար երեխաներին կինոնամականի խճանկար խաչմերուկ հաղորդաշարերը 1993 թվականից բացեց բարի առավոտ Կիրակնորյա ծրագիրը ուր հանդես է գալիս որպես հեղինակ եւ վարող ամուսնացած է ունի մեկ տղա ինչպես են գործերը հրաշալի ուրախ եմ Արմեն վաղուց քո ծրագիրը բարի առավոտ ծրագիրը եթերում չի երևում ի՞նչն է պատճառը Քանի որ ծրագրից սկսեցինք ես անդրադառնամ ասեմ հենց սկզբից հեռուստատեսությունում սկսվել են բարեփոխումներ բոլորս գիտենք Եվ մենք մեր ստեղծագործական խումբը զբաղեցնում էր կարծես թե մանկական խմբագրության ժամերը Կիրակի առավոտյան, որ ըստ էության պետք է մանուկներին տրամադրվի այդ ժամը։ Եվ մենք այժմ սպասում ենք, թե ինչպիսի բարեփոխումներ կլինեն, նոր հետո մեր ստեղծագործական խումբը կմտածի, թե այդ շրջանակներում ինչպես տեղավորվել եւ ինչ նոր ծրագրեր ներկայացնել։ Իսկ գաղափարներ, ծրագրեր կան, շատ են։ Արմեն, այն տարիներին, երբ աշխատում էինք մենք խճանկար ծրագրում միասին, քեզ բավականին շատ էին զանգահարում աղջիկները։ Շարունակվում է։ Շարունակվում է հիմա էլ են զանգարում եւ պատկերացրու այդ զանգերին պատասխանում է տղաս։ Ուրեմն արդեն քո տղային են զանգահարում։ Իսկ քանի տարեկան է։ 3 դեռ չկա, սեպտեմբերին կլրանա 3-ը։ Լավ առաջընթաց է 3 տարեկանից արդեն պատասխանում է աղջիկների զանգերին։ Արմեն, դու արդեն քանի տարի աշխատում ես հեռուստատեսությունում, ում կուզեիր այսօր հիշել։ Այն մարդկանցից ում հետ աշխատել ես։ Իհարկե առաջինը իմ եւ քո լավ բարեկամ Արտակին Արզումանյան, որն այսօր ցավոք, իրոք ցավոք մեզ հետ չէ։ Ես դժվարությամբ եմ կարողանում այս խոսքերն ասել։ Իհարկե հիշելու գործընկերներ շատ կան։ Ամալյան Հունանյան, որի հետ ես սկսեցի իմ առաջին աշխատանքը հեռուստատեսությունում, մանկական խմբագրության բոլոր ռեժիսորները Վարդանը Մեհրոյան, Արսենը Ասլանյան, որոնք այսօր Հայաստան հեռուստաընկերությունում են, եւ թող հիշել չլինի, բայց այստեղ է կանգնած նաև իմ ռեժիսորը Արտուր Ղարիբյան, որի հետ աշխատում ենք, որի հետ միասին ենք սկսել իդե։ Այո, որի հետ միասին սկսեցինք աշխատել։ Արմեն, իսկ որևէ զվարճալի դեպք կարող ես հիշել կապված հեռուստատեսության հետ։ Շատ են եղել այդ դեպքերը։ Գիտես Կարեն, եթե այսօր նայենք ցանկացած պահ հեռուստատեսությունում կարող ենք տեսնել զվարճալի դեպքեր։ Որտե փոխհարաբերություններն այնպես են, որ բայց ես կուզեի հիշել մի քանի դեպք։ Այ հիշում եմ, երբ քողարկված խցիկով նկարանումներ էինք մենք անում խաչմերուկ ծրագրով դեռ այն ժամանակ, երկու ընկեր ունենք դեսանտային զորամիավորումից պարաշուտիստներ։ Եվ որոշեցինք մի այսպիսի դրվագ նկարահանել։ Իրենց հակու կապով պարաշուտներով նրանք բարձրացան երիտասարդական պալատի վերջին հարկում գտնվող սրճարանը։ Եվ բարմենին խնդրեցին բացել պատուհանը, որպեսզի այնտեղից թռնեն, որտեղ վաղը դոսաֆում քննության են։ Եվ պատկերացրու թե բարմենն ինչ ասաց, որ գնացեք տնօրենից թույլ տվություն խնդրեք։ Գնացինք տնօրենի մոտ։ Էլի քողարկված խցիկով տնօրենն ասում է, հա, հրաշալի բան է տղաներ, ես էլ կգամ կանգնեմ կնայեմ, բայց այդտեղից ոնց եք թռնում, ներքևում ավելի մեծ տարածություն է, կընկնեք այնտեղից թռեք։ Երբ մի խոսքով հետաքրքիր դեպքեր եւ ամենազվարճալի, ամենահետաքրքիր դեպքը ես մի առիթով ռադիոյով պատմել եմ այդ մասին Armen Press-ն էր։ Մի շրջան, երբ աշխատում էի ինֆորմացիոն ծրագրերի վրա, լրաբեր նորություններ, երբ կարդում էի Armen Press-ի լուրերը, ներքևի մասում գրվում էր Armen Press։ Մի անգամ ամառանոցում մայրս նստած է գյուղի կանանց հետ եւ հարևաններից մեկը ասում է Սեդա Արմենը ազգանունը փոխել է ասում է չէ ինչու բա երբ որ կարդում է ինչ են տակը գրում Armen Press շատ բան կարելի է հիշել բայց ժամանակը Իդեպ ես մի դեպք էլ հիշեցի կապված Արտավազդի հետ Բարևել է Բարևեցիք Արտավազդի հետ միմյանց Արտավազդի հետ բարևեցինք փողոցում միմյանց եւ մեքենան հարվածեցի Էլ չեմ բարևի Արտավազդի Արմեն, ես գիտեմ որ դու ֆիրմա ունես Այսօր երրորդ տալիք հեռուստածրագիրը օգտվելով որ այսօր ռադիոյի եւ հեռուստատեսության օրն է մեր տոնն է Քեզ իրավունք է տալիս գովազդի, անվճար գովազդի, խնդրեմ։ Մեր հիմնական աշխատանքը ռեկլամները, ռեկլամային ֆիլմերն են, պատվերով ֆիլմերը, որոնք այժմ հաջողությամբ ենք իրականացնում։ Մի քանի արտասահմանյան երկրների հետ ենք աշխատում, բազմաթիվ պատվերներ ունենք։ Կարծես թե ամեն ինչ լավ է։ Ունեմ հսկայական տեխնիկա, որով կարելի է աշխատեցնել մի հսկայական հեռուստատեսություն, իմիջիայլոց
անկախ ազատ հեռուստատեսության գաղափարը կա առհրատարակչական միավորման շրջանակներում եւ հուսով եմ որ այո եւ հուսով եմ որ մոտ ապագայում այն կիրականանա մեր բարեկամների ինքերների օգնությամբ Արմեն իսկ ինչպես է կոչվում քո ֆիրման Իմ ֆիրման կոչվում է Veni Vidi Vici, այսինքն եկա, տեսա, հաղթեցի։ Եվ հաղթեցիր։ Հաղթում ենք դեռ։ Դե ինչ Արմեն, շնորհակալություն։ Հուսով եմ մենք դեռ կհանդիպենք մեր ծրագրում եւ եւս մեկ անգամ թույլ տու շնորհավորել քեզ, չձանձրացնելով մյուսներին, մեր տոնի արդիվ եւ ցանկանալ նորանոր հաջողություններ։ Շամպայնը քեզնից, տե ինձնից։ Դու ասացիր որ քեզնից։ Ամեն ինչ ինձնից շնորհավորում եմ բոլորի տոնը։ Դեռ ամեն ինչ լավ կլինի, դեռ ամեն ինչ կորած չէ։ Մեր կոլեկտիվը, հեռուստատեսության կոլեկտիվն այնքան հզոր է, այնքան ամուր եւ այնքան կարող, որ դեռ բանանին հրաշալի պահեր կարող է ձեզ պարգևել։ Պարզապես մի քիչ սպասեք։ Պետք է նշել, որ 89 թվականի 10 լավագույն հաղորդումների շարքում նաև կա հանդիպում կինոծրագիրը, որը պարգևատրվել է դիպլոմով, բայց դիպլոմները մենք այսօր չենք հանձնում, քանի որ շրջափակման պատճառով խանութներում դիպլոմներ չկան։ Սիրելի բարեկամներ, ես ուզում եմ ևս մեկ բան ավելացնել, որ հաջորդ տարի 90 թվականի լավագույն հաղորդում ճանաչվելու դեպքում խճանկար ծրագիրը կստանա ևս մրցանակ, բայց արդեն ոչ Կամսամոլես թերթի, քանի որ հայտարարված է մրցույթ թերթի անվանումը փոխելու համար։ Մեր հաղորդման ավարտին մնացել է ընդամենը մի քանի րոպե ժամանակ։ Եվ ես սիրով ձեզ եմ ներկայացնում մեր ստեղծագործական խմբի նոր երկու անդամներին՝ Արտավազ Եղոյան եւ Արմեն Գասպարյան։ Իդեպ ուզում եմ նշել, որ նրանք այսօրվանից ընդգրկվում են R6-ի կազմում եւ R6-ը այսօրվանից վերանվանվում է R8։ Դե ինչ բարեկամներ, մեր ծրագիրն ավարտվեց, մինչև հաջորդ կիրակի։